Ես այսօր պիտի կիսվեմ մի շատ պարզ թեմայով, շատ պարզ, որը որ բոլորիս հասկանալի կլինի, մանավանդ որ դա ձեր մասին չի, բացի 5-րդ պունկտից։ Առաջի 4 պունկտը ձեր մասին չի, չլարվեք, պրոստը ինֆորմացիայի ձևով ուզում եմ, որ լսեք։ Ձեր մասին չի։ 5-րդը արդեն ձեր մասին տիլի, կարակ ուրախությամբ, հանգիստ խղճով լսեք։ Այսօրվա մեր թեման ասիելի քույր եղբայրներ 5 տեսակ հավատացյալների մասին։ 5 տեսակ հավատացյալներ։ Ոչ թե 5 տեսակ քրիստոնյաներ, այլ 5 տեսակ հավատացյալներ։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, քրիստոնյաները նրանք են, ովքեր Քրիստոսի աշակերտն են, եւ իրանք անընդհատ Հիսուսի հետևից են գնում։ Քրիստոնյա կոչվում է նա, ով որ հետևորդն է Քրիստոսի, աշակերտն է, որ ուզում է սովորի նմանվի Քրիստոսին։ Ես այսօր ուզում եմ կիսվեմ 5 տեսակ հավատացյալների մասին, որոնք շրջապատել էին Հիսուսին, երբ որ Հիսուսը երկրի վրա քարոզում էր։ Մենք շատ անգամ ասում ենք, ախ, երանի, ես այն ժամանակ, երբ որ Հիսուսը երկրի վրայով քայլում էր, սովորեցնում էր, երանի ես իրա կողքին ելնեի, հաստատ ես իրանից հեռու չէի գնա։ Ուզում եմ իմանալ, սիրելի քույրեր եղբայրներ, ոչ մի բան չի փոխվել։ Ես արդեն 38 տարի հավատքի մեջ եմ եւ նույն բանը տեսնում եմ, որ հավատացյալները բաժանվում են 5 հիմնական 5 տեսակների։ Եվ այսօր ուզում եմ կիսվեմ 4 տեսակը ձեզ պրոստը ինֆորմացիայի համար, որ իմանաք էլի, ինչ տեսակի sense ընդեղ ինչ տեսակ, բաշկիրա ինչ տեսակի հավատացյալներն եմ։ Բայց 5-րդը մեր եկեղեցուն ստեղ խմի ներկաների համար պիտի կիսվեմ։ Ղուկաս 14:33-ը, Ղուկաս 14:33-ը գրված է, ռուսերեն պիտի կարդամ, հայերեն բացատրեմ։ Так всякий из вас, кто не отрешится от всего, что имеет, не может быть моим учеником. Իր ունեցածից, ով որ ամեն ինչից չհրաժարվի, չի կարա իմ աշակերտը լինել։ Ես ուզում եմ պարզապես կիսվեմ այն մասին, ովքեր էին անընդհատ, ուզում եմ այդ խոսքը լսեք, անընդհատ Հիսուսին հետևում։ Ուր գնում էր, իրանք գնում էին, որտեղ քարոզում էր, իրանք լսում էին։ Հիսուսը, որտեղ Հիսուսն էր, իրանք այնտեղ էին։ Այս 5 տեսակ մարդիկ, 5 տեսակ հավատացյալները, սրանք անհավատներ չէին, սա Իսրայել ժողովուրդներ, սա Աստծո ժողովուրդներ, սա հեթանոսների մեջ չէր կատարվում, սա Իսրայելի մեջ էր կատարվում, որտեղ Աստծո ընտրյալ ժողովուրդներ։ Առաջի հավատտեսակը, հավատացյալների, դա մարմնավոր հավատացյալներն էին, որոնք միայն մարմնի պահանջները լրացնելու համար էին հավատում Հիսուսին, հետևում Հիսուսին։ Ուր Հիսուսը գնում էր, իրանք իր հետևից էին գնում։ Պատկերացնում եք 3 օր այսպիսի հավատացյալները 3 օր ուշադիր լսում էին ինչ որ Հիսուսը իրանց քարոզում էր։ Հետո 3 օր հետո Հիսուսը որոշեց նրանց կերակրի։ Եվ գրված է, որ աշակերտներին ասավ, ժողովուրդը սոված են։ Գիտեք, այնքան քաղցր է լսել, որ Տերը ոչ միայն հոգևոր կերակուրի համար է հոգ տանում, այլև մեր ամեն օրվա հացի մասին։ Այդ պատճառով էլ Հայր մեր աղոթքի մեջ տուր մեր ամենօրյա հացը։ Ովքեր որ աշխատում են, հատկապես ուզում եմ կոչ անեմ, առանց որևէ կատակի, ամեն օր աղոթեք, որ Տերը օրհնի ձեր ձեռքերի գործը։ Ամեն օր աղոթեք ձեր աշխատանքի համար, որ Տերը օրհնի ձեր գործը, ինչ գործով որ դուք գումար եք վաստակում, որպեսզի ապահովեք ձեր տունը ձեր մտերիմներին, որպեսզի դուք դրանով նաև ծառայեք Տիրոջը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Հիսուսը
կերակրեց 4, 5, միտեղ 7000 մարդկանց, չհաշված կանանց եւ երեխաներին, այսինքն սարսափելի մեծ քանակի մարդիկ էին։ Թիվը նկատի ունեմ։ Եվ գրված է, որ Հիսուս ասեց 50 կամ 100 հոգով նստացրեք, չեմ ուզում հիշեցնեմ, բոլորդ գիտեք, բազմացրեց, օրհնեց, բազմացրեց ձկները եւ հացը եւ բոլորը կերան այդքանը ու ավելի շատ էլ հավաքեցին, քան այդ տղան բերել էր տվել, որպեսզի Հիսուսը օրհնի ու կերակրի։ Հետաքրքիրը գիտեք որն է։ Առավոտ շուտ բոլորը լավ կերան կշտացան, պատկերացնեք, այնքան կերան կշտացան, էլ չէին ուզում ուտեն, Հիսուսը ասավ, մնացածը հավաքեք ու քանի զամբյուղ հավաքեցին։ Եվ գրված է, որ առավոտ շուտ Հիսուսը աշակերտների հետ նստեցին նավը, տեղափոխվեցին ծովի մյուս ափը։ Դուք պատկերացրեցիք, չէ՞, այդ ամբողջի քանակը։ Գրված է, որ նրանք առավոտը երբ արթնացան, հիշեցին իրենց կերակրողին։ Բազավտրկա չէ պետք անել։ Եվ գրված է, որ ժողովուրդը դուք պատկերացնում եք ինչքան նավակներ վերցրեցին, որ տեղափոխվեն մյուս ափը։ Այդքանը ժողովուրդը տեղափոխվեցին մյուս ափը, փնտրեցին ու գտան Հիսուսին ու ասեցին. «Վայ, ինչ լավ է գտան քեզ, սիրելի ուսուցիչ»։ Ու Հիսուսը տվեց իրանց փնտրտմունքի հիմնական պատճառը։ Ասավ դուք ինձ փնտրեցիք ու գտաք, որովհետև կերակ ու կշտացաք։ Այլ ոչ թե այդ հրաշքը տեսակ։ Աստված մեր կյանքի մեջ, երբ որ հրաշքներ անեմ, նա չի ուզում, որ մենք հրաշքներին սովորենք։ Աստված ուզում է, որ հրաշքների միջոցով մենք հանդիպենք արարիչ կենդանի Աստծուն։ Եթե Աստված բազմացրեց ձուկը, մենք չենք տեսնում, որ Հիսուսը իր աշակերտների համար ո՞ց է անգամ հացը բազմացնի, ձուկը բազմացնի։ Գրված է, որ նրանց ասա, որ գնացեք, երբ որ Սամարիայի ջրհորի մոտ նստեց, գնացեք, սենց ասած հայերեն ասած, առևտուր արեք, ուտելիք արեք։ Նրանք գնացին գնումներ կատարելու։ Եվ շատ քրիստոնյաներ կան, հատկապես նկատել եմ, ալարկոտների հավատքը շատ է, ուժեղ ասեմ ձեզ։ Իրանք հավատում են, որ Տերը իրանց տեղը պետք է անի։ Տերն էլ հավատում է, որ իրանք պետք է շարժվին մի բան անեն։ Նկատել եմ, որ ովքեր ալարկոտ են ու մեկ էլ անկարգուկանող ապրող, այսինքն կարգուկանոն չկա կյանքի մեջ, այդ տիպի մարդկանց մոտ հավատքը շատ բարձր է։ Ես ժամանակին, երբ որ ունեի Մոսկվիչ 98-99 թվական Մոսկվիչ, հիմիկվա Մոսկվիչների չգիտի այսքի, իսկական 412 Մոսկվիչ էր, 79 թվականի Մոսկվիչ էր, անընդհատ սարքում էի այդ մեքենան, անընդհատ։ Ու կարբուրատորից սկսեցի, գնացի, այն ժամանակ ինտերնետ չկար, բան չկար, գնացի գրադարանից, գրախանութից գիրք առա, տեխնիկումի գիրքեր կարբուրատորների հետ կապված, մի խոսքով սկսեցի ուսումնասիրել, կարբուրատորս հանում էի, բերեմ, սարքեմ, ռեգուլյորովկա կանեմ, ժիկլորներ, բան վերջ այնտեղ իր բառարանն է։ Ու ահագին լավ էր ստացվում արդեն, մի եղբայր նիվով եկավ մեր այդ շենքը, որտեղ կվարծիրային վարձում եկավ կանգնեց ու տենում եմ անհավասարաչափ աշխատը մատորը, ասի ախպեր ջան, քու կարբուրատորը ռեգուլյորովկա պետք անել, դրանից անհավասարաչ, ասավ Господь отрегулирует։ Ես նկատել եմ քրիստոնյաները հրաշք շատ են սիրում, որ իրանք ոչինչ չանեն։ Ու իրանց հավատքը, ինչ ասում ես, Տերը կանի, հրեշտակներին դրել է մեր Ժորժ ախպերը Կիրովականի եկեղեցու ավագ-հովիվը եւ իմ ավագ-հովիվը նաեւ որ դարձի եկել մի անգամ գնացած ալեմ Երևան համագումարի ու մի եղբոր տանն է մնում ու երբ որ դուրս են գալիս եղբորը դուրը սենց գցում է փագում առանց բալանու փագելու Ժորժ եղբայրն ասում է դուրը չես ուզում բալանով փագես ասավ Ժորժ ախպեր հանգիստ մնա Տերը երկու հատ հզոր հրեշտակ է դրել որ պահպանեն իմ տունը
Ժորժ աղբերն ասում, այդ տղա փագի հրեշտակներն ուրիշ գործով զբաղվեն։ Գիտեք, մարմնի համար ապրող մարդիկ, որոնք իրանք չեն ուզում կարգ ու կանոն անեն իրանց կյանքի մեջ, չգիտեն իրանց ծախսերը ինչքան է, չգիտեն ոնց են անում, ինչ որտեղից է գալի, ուր է գնում, ինչքան են ծախսել, ինչքան է եկել, իսկի չեն կարող հսկանան 10 թե ինչքան տեն տա, տալտեն թե չտեն տա, ու իրանց կարծիքով ավելի շատ են տալի, քան պետք է, որ ոչ մի կարգ ու կանոն չկա, իրանց հավատքը, ասել տատս օջորքները մա։ Մարմնավոր քրիստոնյաները նրանք են, ովքեր միշտ Աստծուն հավատում են իրանց երկրային կյանքի համար, կոպիտ ասած ժողովրդական լեզվով հայերի, իրանց բախտը որ բերի։ Հավատում են, որպեսզի Տերը օրհնի ինձ, տուն, ավտո, ունեցված, երեխա, ընտանիք, ամեն ինչ, նրանք երկնքի մասին չեն էլ մտածում, Հիսուսի հետ հավիտենականություն, Հիսուսի հետ հաղորդակցություն չէ, նրանց աղոթքներ, ծոմ, աղոթքեր կանեն, հավաքույթեր կգնան, ամեն ինչ կանեն, մենակ թե Աստված իրանց օրհնի երկրի վրա, երկրից հենկոմ իրանք չեն էլ մտածում, գրված է փնտրեցեք երկնավորը, ոչ թե երկրավորը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Քրիստոսին լսում էին, նրան փնտրում էին, որպեսզի էլի կշտանան։ Մարդիկ գրքեր են կարդում հատուկ, ուսումնասիրում են, քարոզներ են լսում, ոնց աղոթենք, որ լավանանք, առողջանանք, ոնց աղոթենք, որ բիզնեսը լավը լինի, ոնց ծոմ պահենք, ինչ հռչակումներ, ինչ հայտարարություններ անենք։ Եվ լավ բաներ են դրանք, ասեմ ձեզ, բայց իրանք միայն երկրավոր կյանքի համար են Հիսուսին փնտրում։ Իրանք ուրախանում են, որ գտել են մի Աստծու, որ իրանց կօգնի երկրի վրա, իրանց կյանքը նալատ կալնի։ Եվ աղոթում են, եւ եկեղեցի են գալի։ Իրանց գործ, կյանք, բիզնես, առողջություն նալատ կալի։ Հոգևոր հարցերի մեջ նուրբ բաներ, սրտի հարց, ներել, չնախանձել, բան նույնիսկ մեղքերի մեջ զգուշ են, որ հանկարծ կարող է մեղ գործեն ու կյանքը, երկրի վրայի կյանքը չորհնվի, իրանք պատրաստ են նույնիսկ իրանք զսպեն, որ երկրի վրայի կյանքը ամեն ինչ լավ լինի։ Այդ առաջի տեսակն է, սիրելի քույրեր, եղբայրներ։ Երկրորդը կրոնավորները, որոնց համար միշտ շատ ավելի կարևոր է երևացող բաները, հատուկ շորեր, հատուկ արարողություններ, հատուկ ծեսեր, հատուկ ինչ-որ և կրոնավոր մարդիկ Աստվածաշունչը բավականին լավ գիտեն, տառը Աստվածաշնչի։ Գիտեք, եթե ուշադիր կարդակավետանը դուք կտեսնեք, որ փարիսեցիները, սադուկեցիները և դպիրները ավելի ուշադիր էին Հիսուսին լսում, քան աշակերտները։ Գրված է, որ նրանք փնտրում էին մի բան, որ նրան հանդիմանեն, սխալ էին փնտրում։ Շատ ուշադիր էին։ Ուշադիր կարդացեք, ժամանակը հերիք չի, որ այդքանը կարդամ, կոնկրետ գրված է, որ նրանք, ուր գնում էր Հիսուսը, կամ իրանք էին գնում, կամ իրանց նման մարդիկ էին ուղարկում, որ գնան, գրված է հարցեր տան, և նրանց հարցերի նպատակը նա էր, որ Հիսուսին մի ինչ-որ բանի մեջ բռնացնեն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, բոլորն էլ պիտի հարցեր տան։ Շատ լավ է, որ քրիստոնյաները հարցեր են տալիս սովորելու համար։ Բայց երբ որ մարդը քարոզը լսում է, ոչ թե լսում է, որպեսզի Աստծո խոսքի հետ համեմատի եւ ընդունի իր սրտի մեջ, ավետարանի հետ համեմատի ու իր սրտի մեջ ընդունի, շատ անգամ մարդը լարված լսում է, որ մի սխալ բռնացրի։ Ըհը, այս ինչ բանը ասավ, դա չի համապատասխանում։ Այն ինչը բանը ասավ, մեկ մարդիկ կան, գլուխները այսքան է գիտություններից։ Հունական բնագրի միջից թարգմանություններ, տարբեր գրքեր, տարբեր այնքան կարդացել են, այնքան լսել են, գիտունիկ են դարել, որ հասարակ ասես, որ իսկ վերջի անգամ Տիրոջ ներկայությունը դու երբ ես զգացել։
Վերջի անգամ երբ ես Տիրոջ սերը զգացել քո մոտ։ Վերջի անգամ երբ ես նրա սրբությունը զգացել քո կյանքի մեջ։ Իրանք չգիտեն, իրանք զբաղված են մենակ կարդան, գիտելիք, ու իրանք այդ վիճաբանության մեջ մտնեն անընդհատ, որ գիտելիքներ, իհարկե մենք պետքա իրար հետ խորհենք, Աստծո խոսքը, ինձ դուր ա գալի, որ հարցերին միշտ գա, բաշկիրա, հավաքությունների գալիս են ու ուշադիր լսում են, որ մի բանի մեջ բռնացնեն, մի սխալի մեջ բռնացնեն, մի ինչ-որ բանի, կրոնավոր քրիստոնյաները նրանց համար արտաքին աստվածպաշտության արտաքինը անհամեմատ ավելի կարևոր է, քան ներսը։ Մարդը կարա հավաքույթներին ներկայանա շատ ակուրատնի հագնված, պահելաձևը հրեշտակի ձենով էլ խոսում է, ասենց սուրբ դեմքով, Ռուսաստանի պահպանողական 50-ականների մոտ սենց բան կա, праведник еле улыбнется։ Սենց էլի կիսաժպիտ, չեմ էլ կա։ Այսինքն անընդհատ է տարտակինը, անընդհատ, մարդը միշտ, բայց չեն հակել, են չեն անում, են մեկը ոնց է, ես խիեն սենց անում են, իր, ասեմ ձեզ սիրելի քույրեր եղբայրներ, դա նոր բան չի։ Հիսուսին անընդհատ հետևում էին և շրջապատում էին նման մարդիկ կրոնավորներ, որոնք կարդում էին նույն գիրքը, որը Հիսուսն էր քարոզում։ Աստվածաշունչը, օրենքը, Հիսուսը էր քարոզում։ Պարզապես Հիսուսը բացատրում էր, որ իրանց իմացած Աստվածը ուրիշ է։ Ասում էր, դուք միթե շաբաթ օրը ձեր փոսը ընկած ոչխարին չեք հանի, էշին չեք հանի։ Իսկ ես բուժում եմ շաբաթ օրը ու դա ձեր համար եսի միշտ տառապան։ Այսինքն տեսնում ես մարդը երկնավոր հոր հետ վաբշե կապ չունի, նրա ողորմության, նրա սիրո մասին։ Սիրելի քույրեր եղբայրներ, կրոնավոր մարդը գիտեք շատ չար են, շատ դաժան են, չներող են։ Նրանք ամեն ինչ, տեսեք, անարակ որդու առակի մեջ գրված է, որ մեծ եղբայրը, հիշում եք, հորն ասում է, ես քո ոչ մի հրահանգ զանց չեմ արել, քո բոլոր հրամանները կատարել եմ, ու հայրը չի ասում, այդ տղա ջան, ոչ մի հրահանգ էլ չես կատարել, չէ, ինքը ճիշտ էր ասում, ամեն ինչ հայրը ասել է, բայց նա դաժան էր, իմացավ, որ իր եղբայրը եկել է ու հայրը խնջույք է սարքեր, սկիտուն չուզեցավ մտնի, հայրը դուս եկավ, ինչ լավ էր, որ հոր տեղը հերը դեժուրին տղուն չեն նշանակել, կարող է փոքր աղբերդ գա, նայի կդիմավորես։ Նա ոչ թե կդիմավորես ծառաներին կասեր, մի լավ ծեցեք դրան դեմը, դուս շպրտեք այդ շանը։ Բայց հայրը վազեց ու գրկախառնվեց։ Ովքեր որ կրոնի, օրենքի հավատք ունեն, տարի հավատք ունեն, գրվածքի տարի հավատք ունեն, Աստծո սիրո, ողորմության, շնորհի հավատքը, շնորհը չի ասում մեղքի մեջ մնա, բայց շնորհը մեղքից ապաշխարողին ընդունում է, սիրով, ներում է, վերականգնում է։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուշադիր եղնենք, որ մեր սրտերը չծախվի այդ ձևի հավատքին, որ մենք ոչ միայն ավետարանը կարդանք, այլև նմանվենք Քրիստոսին, ինչպես նա սիրում էր, ներում էր, համբերում էր։ Երրորդ տեսակը դա շնչավոր քրիստոնյաներն են։ Կա տեսակ, որոնք մարմնավոր չեն, որոնք կրոնավոր չեն, բայց շնչավոր են։ Գիտեք ովքեր են շնչավորները, ինտելեկտուալները, խելացի քրիստոնյա, ըստ իրանց, էլի իրանց մասին ուժեղ կարծիք ունեն։ Ամեն ինչ ինտելեկտով են ուզում հասկանան, գրված խոսքը պիտկա իրանք հասկանան։ Գիտեք, սենց վարդապետություն կա,
Կոչվում է Սուրբ Երրորդության վարդապետությունը։ Ու մարդը ուզում է անսահման ասուն, այդ բառը անսահման չի կարա տեղավորվի անսահման ասուն։ Ես պրոստ ուրիշ բառ չունեմ, դրա համար եմ այդ բառը օգտագործում։ Աստված ոչ մի բանի մեջ սահման չունի, ու հանկարծ անսահման ասուն մարդը ուզում է բացատրի։ Բացատրում է, մեկ էլ տեսնում ես 3 անձեր դուս եկան, 3 աստվածներ դուս եկան։ Մենք չունենք 3 աստվածներ, մենք ունենք 1 աստված։ Գրված է, որ Աստված իրեն հայտնեց իր որդու միջոցով։ Մի եղբայր ինձ մի անգամ զանգեց, լսել էր մենք ունենք YouTube կանալ Քրիստոնյա եկեղեցու Քրիստոս для всех народов, տենց է կոչվում։ Նաև հայկական YouTube կանալ կա, հայկական թեմաներ, նաև ռուսական, եւ ինքը լսել էր այն ինչ որ նոր մի քիչ առաջ կարճ ասեցի, ինքը լսել էր, զանգեց ինձ, вообще ուրիշ քաղաքից, մի 600-700 կիլոմետրի վրա մեզանից, զանգեց, ասում է Վարդան եղբայր, ես գիտեմ, որ դու շատ առողջ ես քարոզում, բայց դու ինչա չես ընդունում, որ Հիսուսը անձ է, ասում եմ ոնց չեմ ընդունում, Հիսուսը անձ է, Հիսուսը Աստված է, Հիսուսը Աստված մարդացավ, մարմնացավ, հայտնվեց մեզ, բայց մենք Հիսուսին այլևս մարմնով գրված է չգիտենք։ Ասում է բա Սուրբ Հոգին, ասում է ես կներես այս հարցերից համար ուզում եմ համոզվեմ էլի, որ ճիշտ եմ քեզ հասկանում, ասում է Սուրբ Հոգին, ասում եմ Սուրբ Հոգին մեր Աստվածն է։ Ասում է նա անձ է, ասում եմ ոնց, Աստված ոնց կարա չլի, Աստված անսահման անձ է, ես դաժե չգիտեմ մարդկային բառերով ոնց տեղավորեմ այդ։ Ասում է բա հայրը, ասում եմ հայրն էլ, ասում է չեղավ 3 անձ, չէ ասում եմ։ Ասում եմ հիմի դու քանի անձ ես, ասում է մի։ Ասում եմ հոգի ունես, ասում է հա բա ոնց։ Ասում եմ մարմին ունես, ասում է հա բա ոնց։ Ասում եմ շունչել ունես, ասում է հա բա ոնց, ասում եմ 3 հատ ես։ Ասում է չէ մի հատ է։ Եվ ասում է Պողոս առաքյալը համեմատական է տանում, ասում է ինչպես որ մարդու մեջ ոչ մեկը չգիտի, բացի մարդու հոգուց, այնպես էլ Աստծո մեջինը ոչ մեկը չգիտի, բացի Աստծո հոգուց։ Սուրբ Հոգում կարելի է աղոթել, որոշ վարդապետություններ էլ կա, առավոտը վեր են կենում, բարի լույս Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին կարելի է աղոթել։ Ասում եմ հարց ատարիս եղբայր, ասում եմ չկա գրված Աստծո խոսքի մեջ։ Հիսուսին ասեցի սովորեցրու աղոթենք, ինքը ասավ, այսպես աղոթեք, Հայր մեր։ Հիսուս ասում է իմ անունով ինչ որ հորը խնդրեք, պիտի ստանաք։ Մի խոսքով չեմ ուզում այս վարդապետության վրա կանգնեմ, Տիրոջ խոսքը մեզ սովորացնում է, որ մեր աղոթքների մեջ խնդրենք, որպեսզի Հայրը մեզ տա եւ Հայրը Սուրբ Հոգով է մեզ տալիս ամեն ինչի մեջ մենք կարիք ունենք։ Սիրելի քույր երեխաներ, մենք պետքա զգուշ լինենք ինտելեկտուալ հավատքից, որովհետեւ ինտելեկտուալ հավատքը հավատքով չի ընդունում ինչ որ գրած է, նա ուզում է անպայման տեղավորի իր ուղեղի մեջ, ու երբ որ չի տեղավորում, նա չի կարողանում հավատալ, դա շնչավոր հավատք է։ Ես շատ ա եղել, ոչ թե մի անգամ շատ ա եղել, մենք են մոտենում են, ասում են, պաստոր Վարդան, ասում են, я одного только в Писании не понимаю, դե մեր մոտ ռուսախոս եկեղեցիա, ասում եմ, ինչ երանելի մարդ ես, մի բան չես հասկանում, ես ենքան բան չեմ հասկանում, Աստվածաշունչ ամեն անգամ կարդում եմ, չեմ հասկանում, կարդում եմ, չեմ հասկանում, ըհը, մի բան հասկացա, հետո էլի չեմ հասկանում, ավելի շատ չեմ հասկանում, քան հասկանում եմ, բայց ես դա հավատքով ընդունում եմ։ Հիսուսի մարդանալը, դա Պողոս առաքյալը այդ պատճառով էլ ասում է, «Великая тайна сия, Бог воплотился», դա մեծ է այդ գաղտնիքը։ Ու մարդը ինչ որտեղ սենց զայրանում է, ջղայնանում է, ոնց թե կարդում եմ, ուզում եմ հասկանամ։ Մի եղբայր ինձ հարց էր տալի ու բռնած էր 3 տարեկան իր աղջնակի ձեռքը։ Այդ 3 տարեկան աղջկան ասեցի, Ազիզ ջան, ինչ կլինի 5 անգամ 8,
բաժանած 2-ի, բազմապատկած 4-ով, հանած 3, գումարած 8։ Այս եղբայրն ասավ, այդ ես չհասկացա ինչ ասեցիր, երեխեն ոնց բա, ասի բա որ երեխեն քեզանից ինչքան է տարիքով տարբերությունը, ասավ 20 տարի է մեր տարբերությունը, ասի մեր ու ասու տարիքի տարբերությունը ինչքան է, բա որ 20 տարվա, 30 տարվա, 80 տարվա տարբերություն ալը մարդուն, ու մարդը չի կարա բացատրի իրա փորձով, բա ոնց կարանք մենք հավիտենական ասուն տեղավորենք մեր այս փոքր ուղեղով։ Մի հատ սենց առակ կա ասմա մի աթեիստ ծովի ափով անցեր կենեմ ու մտածեմ ոնց հասկանա ասուն։ Բա որ Աստված կա, խի սենց, բա որ Աստված կա։ Ու մեկ էլ տեսա, որ մի փոքր երեխա այս ավազի մեջ մի փոս արի փոքրիկ, վազում իրա փոքր դույլով ծովի ջուրա բերեմ ու այդ փոսի մեջ լցնեմ։ Ու վազում էլի ջուրա բերունեմ, բերեմ էլի այդ փոսի մեջ լցնեմ։ Այս աթեիստը ասма կանգնեց, այդ փոսի մոտ նայում է, այս երեխեն գնեմ, գալիս։ Ասма ինչ ես ուզում դու անես։ Ասма ուզում եմ այս ծովը ստեղ դատարկեմ։ Ասма դու ոնց կարաս այդ ծովը ստեղ դատարկես։ Այդ երեխեն ասма, բա դու ոնց ես ուզում ասուն քու փոքր ուղեղի մեջ տեղավորես։ Այս ծովը ստեղ ավելի հեշտ կտեղավորի, քան այս ծովը չափ ունի, այս փոստն էլ չափ ունի։ Իսկ քու ուղեղը չափ ունի, Աստված չափ չունի։ Ոնց ես անչափ, անսահման ասուն ուզում քու ուղեղում տեղավորես։ Մի խոսքով սիրելի քույր երեխայներ, այն քրիստոնյաները, որոնք կարան շատ կարդան, սիրում են վիճաբանվեն, սիրում են իրանց տեսանկյունները, ու որ լսում ես, դու տենում ես, որ նա չի հավատում։ Նա ինչ հասկացել է, ուզում է այդ իր հասկացածը վերլուծության մեջ դնի։ Հիշեք, մենք Քրիստոսի միտքը ունենք։ Եվ մենք Քրիստոսի միտքը մեր հոգու մեջ է, դա Սուրբ Հոգին է, Քրիստոսի միտքը Սուրբ Հոգին է, որ նա մեր մեջ է։ Ովքեր են ապաշխարել եւ Հիսուսին ընդունել իրանց Տեր ու Փրկիչ, ձեր բարձրացրեք։ Ովքեր այդ արել են, դուք վերստին ծնված եք եւ Սուրբ Հոգին ձեր մեջ է բնակվում։ Չգիտես խի քրիստոնյաները հենց գիտեն Սուրբ Հոգու մկրտությունից հետո Սուրբ Հոգին բնակվում իրանց մեջ։ Սուրբ Հոգին բնակվում է, երբ որ մենք վերստին ծնվում ենք։ Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում։ Սուրբ Հոգու մկրտությունը դա ծառայության համար լեցունություն է։ Չեմ ուզում ժամանակը հերիք չի որ կիսվեմ։ Մի խոսքով սիրելի քույր երեխայներ, 3 տեսակի Բաշկիրիայի հավատացյալները, 3-րդ տեսակը, շատ են ինտելեկտուալ, խելացի, ուստեղ գիտեք հարցը նրա մեջ չի, որ ես տեսել եմ շատ խելացի ինստիտուտ համալսարան վերջացրած, որոնք մանուկի նման հավատում են Տիրոջը։ Եվ տեսել եմ մի կերպ դպրոցը վերջացրել է, բայց իրան խելացու տեղադրել, անդադ կարդմա, գծմա, ջնջմա, կարդմա, տարբեր գրքեր, սեղան չի այլ գրքերի գրադարան ասենց, հա կարդմա հունարեն թարգմանությամբ, այս մեկը այս կարծիքն ասավ, այս մեկը սենց ասավ, այն գլուխը արդեն գլուխ չի գրադարան է ժողովրդական։ Ու հենց գիտի դա հավատք չի բանանում։ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ասում է, հետ մնա այդ հրեական, հունական առասպելներից, պարավական առասպելներից։ Սիրելի քույր երեխայներ, մի խոսքով 3-րդ տեսակը դա ինտելեկտուալ քրիստոնյաներն են, ինտելեկտը պետքա մեզ թե չէ, պետքա։ Մեր գործի համար, մեր արհեստի համար, ստանոքի համար, տնտեսության համար, կենցաղի համար, Տերը մեզ տվել է, որ մենք օգտագործենք։ Տերը ուզում է, որ մենք սովորենք։ Սիրելի քույր երեխայներ, մենք քրիստոնյաները այնքան մի եղբայր ինձ մի անգամ ասավ, Վարդան եղբայր, ես արդեն հնենց եմ հուսահատվել, երևի աշխարհ գնամ, ես էլ երևի եկեղեցի չգամ։ Ասի ինչի։ Ասում եմ ես ես 6 ամիսա գործ եմ մանգալի, ծանր վիճակի մեջ ենք, գործ չեմ կարեմ գտնեմ։ Գիտեք ասում եմ ինչքան եմ աղոթում Տիրոջը, ծոմ եմ պահում։ Ասի որտեղ ես գործ մանգալի։ Հասարակ բան եմ, չի հարցնում, որտեղ ես գործ մանեք է։ Մտածես, խիտրի ժպտաց, ասում եմ փաստորեն ոչ միտեղ։ Ասում եմ բաբու, ոնց ես դու պատկերացնում,
Կաթի գործարանի դիրեկտորը Էրազմ պետքա տենա Միքայել հրեշտակապետին, որը պետքա իրան ասի, լսի, գնա ես ինչ հասցեով, ես ինչ մարդու գործի ընդունի, որ չես ասի այս քաղաքի ստեղից սկսում ես, ու սա հիմնարկություններով մանկալի գործի, գնա ինչքան գործի, ինքը էլեկտրիկ էր, ու շատ լավ էլեկտրիկ էր, 2 օր հետո զանգեց ասավ, աշխատանք եմ գտել ու շատ լավ, ընդամենը մանայք է, Սիրելի քույր երեխայներ, որ ասում եմ ինտելեկտ, դա չի նշանակում քրիստոնյաները պետքա հիմար լինեն։ Գրված առակացի մեջ որ հիմարը իր կյանքը քանդում է, բայց իր սիրտը Տիրոջն է մեղադրում։ Լսեցիք։ Այտենց է։ Հիմարը իր կյանքը քանդում է, 0.6-ով 150-ի վրա քշում է Ժիգուլով։ Ու ասում է հետ չվախած, Տերը կպահի։ Այնքան բաներ կա սիրելի քույր երեխայներ, որ մենք պետքա ուշադիր լինենք, բայց հենց հարցը հասնում է Աստծո հետ հարաբերության մեջ, ինտելեկտդ մի կողմ դիր։ Տերը քեզ տվել է հոգի, սիրտ։ Մենք ասում ենք հավատքով ենք ճանաչում, որ Աստված ամեն ինչ արարել է ջրից եւ ջրով։ Սիրելի քույր երեխայներ, 4-րդ տեսակը դրանք վարձկան հոգի ունեցողներն են, վարձկանները։ Նույնիսկ շատ աշակերտներ, գրված է շատ աշակերտներ, Հիսուսից գայթակղվեցին, հիշեցիք, հիշում եք չէ, որ եկան Հիսուսին ասեցին, Տեր ջան, գայթակղվում են, որ դու ասում ես, եթե իմ արյունս չխմեք եւ իմ մարմինս չուտեք, չեք կարա փրկվեք։ Գրված է, որ շատ աշակերտներ գայթակղվեցին, ասեցին, ով բանկանի։ Տերը շրջվեց, ասավ, դուք էլ կարող եք գնաք։ Ասավ, Տեր, քո մոտ է կյանքի խոսքերը։ Սիրելի քույր երեխայներ, ձեր մեջ ցանեք հավատքով Տիրոջ խոսքը ու դա ձեզ անդադ կյանք է տալու։ Ձեր կյանքը, ձեր հոգին, անձը, մարմինը պիտի բուժվի, զորանա, ամրանա, որովհետև Տիրոջ խոսքն եք ցանում ձեր սրտերը։ Որ խոսքը գրված խոսքը։ Պետրոս Արաքյանն ասում է, մենք քարոզվել ենք ձեզ Աստծո խոսքը ու շեշտում է, Աստծո խոսքը այն խոսքն է, որը մենք ձեզ քարոզել ենք։ Սիրելի քույր երեխայներ, Աստծո խոսքը նա չի, որ դու սենց ասում ես, Սուրբ Հոգին ինձ ասավ, Աստծո խոսքը գրված է։ Սուրբ Հոգին գրվածն է միշտ հաստատում։ Գրված է Սուրբ Հոգին, որ գա ինքը իրանից ոչինչ չի ասելու ձեզ։ Ինձանից վերցնելու է ու ձեզ տա։ Նա ձեզ կսովորեցնի, Սուրբ Հոգին կսովորեցնի ամեն ճշմարտության մեջ։ Իսկ ճշմարտությունը ի՞նչն է։ Տիրոջ խոսքն է։ Եվ այսպես սիրելի քույր երեխայներ, վարձկանները նրանք են, ովքեր որ պատրաստ են Աստծուն պաշտեն, եթե Աստված իրան օրհնում է։ Ես ցավով ու ամոթով եմ ասում, ես այդպիսի մարդ եմ եղել։ Առաջի տարի ու կեսը, երբ որ Բաշկիրիայում սկսել եմ ծառայել, ես վարձկան եմ եղել։ Չէ, ես աշխատավարձ չէի ստանում, ես չգիտեմ ինչ է սպոնսոր բառը ինչ է։ Ես մինչև 93 թվականից մինչև 99 թվականը ես աշխատել եմ իմ արհեստով։ Երբ որ եկեղեցին արդեն դարավ մոտ 60 հոգի, հետո եկեղեցին սկսեց ընկնելը քանակը 60 հոգուց 2 ամսվա մեջ ընկավ մոտ 40 հոգի 60-ից 40 հոգի դարավ, դա շատ ոչ թե 2000-ից 1990 եղավ, այլ 60-ից 40 դա շատ երևացող է, ու ես ծոն վերցրեցի ու Տիրոջը հարցնում եմ, Տեր, ինչի է, որ եկեղեցին սկսեց քիչանալ։ Ու Տերը աղոթքիս մեջ առաջս բերեց իմ օրվա ռեժիմը։ Այո, ես բոլոր հավաքությունները գնում էի անց էի կասնում։ Այո, ես բոլոր այն ժամանակ սոտովի չկար, հեռախոս չկար, սա շատ է հեշտացնում, հիմի սոտովին, զանգերը, բան։ Այն ժամանակ մենք վարձում ենք կվարծիրա, նույնիսկ մեր կվարծիրում հեռախոս չկար։ Շատ մարդիկ, այդ ես 93, 94, 95, 96 թվականների բաներ եմ ասում, մարդիկ տանը հեռախոս չունեին։
Այդ 2002 թվականից նոր կամաց հեռախոսները սկսեցին համեմատած տարածվել։ Եվ Տերը ինձ ցույց տվեց, որ մարդիկ գալիս են, ես տանը չեմ, գործի եմ։ Իրանց հոգսերով, իրանց կարիքներով, որ աղոթեմ, որ իրենց սովորեցնեմ։ Ու ես տեսա, որ ես ստիպված պիտի լինեմ իմ բիզնես ժամանակ մենք կնոջս հետ բытовой քիմիա ոնց է կոչվում։ Վերջը այդ շամպուն, սապուն, վերջը այն ինչ որ այդ քիմիաներ մենք այդ բիզնեսն էինք սկսել, բանը շուկայում վարձում էինք սենց մի 2 մետր տեղ, լավ կա, սենց ասած, ու այդտեղ վաճառում էինք։ Ու ես գնում էի Օրենբուրգ, Ուֆա, մեզանից մոտ 250 կիլոմետր մեկն է, 200 կիլոմետր մյուսը, գնում էինք, առնում էինք, բերում էինք, ու գիտեք ինձ ելի քուրեր եղբայրներ, Տերը շատ էր օրհնում, շատ էր օրհնում։ Բայց ես կամած կորցնում էի իմ ծառայությունը, ու ես մտածում էի, որ գիտեք ինչքան եմ հուսահատվել, Տեր ջան ասում էի, ես ես գիտեի, որ ես քեզ ծառայեմ, դու պետքա երկնքի դռները բացես ու լիքը ինձ օրհնես։ Չեմ ուզում երկարացնեմ, այդ իմ վերքերն է, հասա այն վիճակին, որ ասեցի Տեր, ինչքան ուզում ա դժվար էլի, ես մեկա քեզ եմ ծառայելու։ Այդտեղից սկսեց Տերը օրհնելը։ Ով որ կորցնի, նա պիտի գտնի գրվածը։ Տերը տալիս է սերմ ում ցանողին։ Ով չի պատրաստվում ցանի, նա սերմ չի ստանում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, վարձկանի հոգեբանությունը դա մենակ նա չի, որ ինձ փող կտակ եկեղեցի կգամ, վարձկանի հոգեբանությունը սա է, երբ որ մարդը պատրաստ է իրան նվիրի Աստծուն, եկեղեցուն, եթե իր բիզնեսը, իր գործերը Տերը օրհնի։ Հասկանում եք նրբությունը։ Դա վարձկանի հոգեբանությունն է։ Տիրոջը նվիրվեք ու կտեսնեք Տերը ինչքան պիտի օրհնի։ Հուդան գիտեք ինչի չգնաց մնացած աշակերտներին, հենց գիտեք Հուդան հասկանում էր, որ Հիսուսը կյանքի խոսքեր ունի։ Գրված է, որ հանգանակության արկղը նրա ձեռքին էր եւ ինչ գողանում էր այնտեղից։ Այսինքն հայերեն ասած շատ լավ գործի վրա էր։ Որ գնար, բայց դախոդը ում մնար։ Եվ վերջում էլ Հիսուսին ինքը ծախեց 30 արծաթով։ Դա բավականին մեծ գումար էր, այնքան մեծ գումար էր, որ հողատարած քարան, որտեղ ինքը թաղվեց։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ իմանաք, մենք բոլորս էլ կարանք Հուդա դառնանք։ Եթե արթուն չմնացինք, մենք պետք է անընդհատ ասենք Տեր ջան, ես ոնց գնամ եկեղեցի, իմ գործս, իմ փողերս, իմ բիզնեսը։ Եթե այտենց է մարդը մտածում, եկեղեցի գնալ, մարդիկ հենց գիտեն եկեղեցի գնալը դա ամենամեծ բանն է։ Ուզում եմ ձեզ մի հատ գաղտնիք բացեմ, ոչ մեկին չասեք։ Եկեղեցի գնալը քրիստոնյայի ամենահեշտ գործն է։ Քրիստոնյայի, եթե դուք ասեք, որ դրանից ավելի հեշտ բան գիտեք, հա, չգնալը, հա, դա ավելի հեշտ է։ Բայց հոգևոր կյանքի ամենահեշտ բանը դա եկեղեցի գնալն է։ Նույնիսկ որ եկեղեցի ես գնում ու քնեմ, դա ավելի լավ է, քան թե տանը քնես եկեղեցու հավաքույթի ժամանակ։ Բոլոր քնածներն ասեն ամեն։ Ռաֆայել եղբայրը պատմում էր Կիրովական եկեղեցու հովիվներից այնքը, պատմում էր, ասում է, մի քարոզիչ քարոզում է ու քարոզի ժամանակ ասում է, քարոզումը ասում է, սատանան մռնչացող առյուծի պես մանա գալիս ու մեկ է տեսնում է Պողոս եղբայրը քնած է։ Ասում է, Պողոս եղբայր, որ ինչ անի, սա վերաթրջեմ հենց գիտի Հիսուս, ասում է, որ մեզ գրկի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մարդը ընդամենը չտի ծառայի, չի ծառայելու, ոչ մի բան չի, պրոստը չի ուզում գնա եկեղեցում նստի
2 ժամ համբերի։ Դրանից հեշտ բան, եթե գիտեք, եկեք, այն որ ասում են մենք կաղոթ ենք տանը, կաղոթ ենք կկարդանք, սուտ են ասում, հենց սկսես աղոթել, կարդա Սուրբ Հոգին աստի, ես չես գնեմ եկեղեցի։ Տերը ուզում է, որպեսզի մենք հասկանանք, որ վարձկանի հոգեբանությունը սենց է, կօրհնես ինձ, կլցնես ինձ, կտաս ինձ, ամեն նյութականով, ամեն ինչով, այն ժամանակ կգնամ, կծառայեմ։ Վերջապես հասանք 5-րդ տեսակին, եկեղեցու ձեր մասին եմ սկսում ասելը, ուշադիր լսեք, դրանք աշակերտներն են։ Ղուկաս 22-ի 28-ը, Ղուկաս 22-ի 28, ասում է, որ դուք ինձ հետ մնացիք բոլոր դժվարությունների, փորձությունների մեջ։ Աշակերտները Հիսուսի հետ են, երբ որ ձուկն ու հացը շատանում է։ Աշակերտները Հիսուսի հետ են, երբ որ առավոտ շուտ վերապետք ենալ տեղափոխվել մյուս ափը։ Աշակերտները Հիսուսի հետ են, երբ որ բժշկություններ ա կատարվում, եւ աշակերտները Հիսուսի հետ են, երբ որ նրան հալածում են։ Աշակերտները անընդհատ Հիսուսի հետ են, ու նրանք ոչ թե նրա ասածների մեջ բան են փնտրում, որ սխալ գտնեն, այլ նրանք լսում են, որ սովորեն։ Աշակերտները Հիսուսի հետ են, որ իրենց նավակը տրամադրեն Հիսուսին ծառայի։ Հիշում եք, ում տանիքը քանդեցին, որ այդ պարալիզովնի մարդուն իջացնեն։ Պետրոսի տունը։ Խեղճի տունը, տանիքը քանդեցին, այնքան մարդ կա շատ, չէին կարում այդ կատվածահար, հա, անդամալույց, բերեն, գրված է, Հիսուսի հետ էին աշակերտները միշտ։ Եվ նեղորերի մեջ, եւ լայն օրերի։ Եթե մեկը կասի Հիսուսին նվիրվել է, դա միայն անապատը չհավատաս ու դրա հետևից չգնաս։ Հիսուսի հետ որ գնում ես, դու շատ օրհնություններ ես ունենում, փոթորիկներ կտեսնես, բայց դու մենակ երբեք չես մնալու, սիրելի քույր եղբայրներ։ Բայց դրա համար պետք է լինես աշակերտ։ Աշակերտը անընդհատ ուզում է լինի այնտեղ, որտեղ Հիսուսն է, որ նրան լսի եւ նրան նմանվի։ Առանց պայմանների։ Հասկանում է, գնում է, չի հասկանում, էլի շարունակում է գնալ Հիսուսի հետևից։ Դեհակ ձեր մասին ինչ կարճ ասեցիք, քույրեր եղբայրներ։ Մատթեոս 24-ի 12-13։ Маттеос 24, 12-13. По причине умножения беззакония во многих охладеет любовь. Вот смотрите, претерпевший же до конца спасется. Ով միջև վերջ համբերի պիտի փրկվի։ Փարիսեցիները Հիսուսին խաչեցին նախանձից։ Ժողովուրդը, որոնք էլ չէին կերակրվում, մի քիչ առաջ Օվսաննա էին ճվում, իսկ մի ճվում են խաչիչ դրան։ Սիրելի քույրեր եղբայրներ, Հուդան Հիսուսին կոպիտ ասած ծախեց, բայց աշակերտները թեկուզ ցրվեցին, բայց նրանք անընդհատ Հիսուսի հետ էին։ Նրանք, հիշում եք Պետրոս առաքյալը դե 3 անգամ ուրացավ, չէ՞։ Ու Հիսուսը երբ որ հարություն առավ, չասավ գնացեք ասեցեք աշակերտներից, որ ասավ գնացեք ասեք Պետրոսին, եւ որ Պետրոսը իր անունը լսի, ասի չէ, ինչի մոռացե Տերս։ Սիրելի քույրեր եղբայրներ, Տերը ուզում է, որպեսզի մենք լինենք նրան հետևորդներ, նրա աշակերտները, եւ մենք ավելի շատ օրհնություններ կունենանք, եթե մենք առանց պայմանի նվիրվենք նրանց։ Հենց սկսում ենք պայմաններ դրենք, մենք այդ դոգովորը Աստված չի ընդունում։ Նա ուզում է մեր հետ ուխ տանի, եւ նրա ուխտը այսպես է կոչվում. Քո ամեն ինչ ես ինձ եմ վերցնում, մենք լավ բան չունենք, եւ իմ ամեն ինչը քեզ եմ տալիս։ Ներում եմ քո մեղքերը, օրհնում եմ քեզ, ժառանգորդ եմ սարքում հավիտենական կյանքի, իմ որդին ես դառնում եւ այլն եւ այլն։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելի քույրեր եղբայրներ։